Բարև ձեզ, կրկին Վեստիայեմի տաղավարում ենք։ Հանգստյան օրեր բավականին հետաքրքրաշարժ էին։ Սկզբում քննչական կոմիտե հրավիրվեցին եպիսկոպոսները, ապա պաշտպանության նախարարի կողմից հրաման եղավ դադարեցնել հոգևոր ծառայությունը բանակում։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Արժպաշտպանության հանձնաժողովի անդամ, արժպատգամավոր Եղամ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավերն համար։ Պարոն Մանուկյան, եպիսկոպոսները քննչական կոմիտեում կարծես շատ տարօրինակ իրավիճակ է, ասում են իրենք ավելի շատ են այնտեղ լինում, քան հանցագործները։ Առհասարակ որն է միտումը։ Նախ սկսեմ այդ հանգստյան օրեր ասածից, շատ հարաբերական է հանգստյան օրեր, հատկապես մեր համար, որովհետև նման օր չկա, կարելի է ասել։ Շաբաթ օրը գրեթե ամբողջ օրը մեր գործընկերների հետ Քանաքեռի եկեղեցում էինք, որտեղ չգիտեմ, հանցագործության տեղ չէին գտել, եկել էին եկեղեցի բակում ռազմական ոստիկանությամբ մեքենայով հերթապահում էին ու նաև ձեր դիտարկած քննչական կոմիտե մեր սրբազաններին կանչելը պարզապես այս իշխանության կռապաշտական կասեմ, կռապաշտական հարձակումն է եկեղեցու վրա։ Այդ ցուցանակն է բարեփոխում, ինչ որ եկեղեցու մեջ եղած խնդիրների լուծում։ Դրա տակ թաքնվում է ուղղակի սատանայական, ուղղակի բռնատիրական հարձակումը ամբողջ հայ առաքելական եկեղեցու դեմ եւ այս հարցում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության քաղաքական իշխանության ձեռքը ուղղակի ամենածանր ստրկական վիճակում սրբություն, բարոյականություն, օրենք, սահմանադրություն, պարզ մարդկային բարոյականություն ամբողջությամբ մի կողմ դրած, ինչ որ քննչական, ԱԱԾ-ական տարբեր ստրուկտուրաներ ուղղակի որոշել են, որ խայտարակվել, դե մի քիչ ավել, մի քիչ պակաս խայտարակվել է, որն է խայտարակվում ենք, մինչև վերջ խայտարակվում ենք։ Իմ ապրած 56 տարվա մեջ կյանքում չէի մտածի, ապրել եմ սովետական միությունում, Բրեժնևյան լճացումից մինչև անդրոպովյան կագբեական խստություն, երբ որ կինոթատրոններից դպրոցականներին էին հանում, էս էր, էն էր, բայց այս ձևի բան կյանքում ամենավատ երազում չէի մտածի։ Անգամ մեր ժողովրդի պատմության, հազարամյա պատմության մեջ ասպատակել են Հայաստանը տարբեր ցեղեր, ցեղախմբեր, սելջուկներից ու մոնղոլ թաթարներից, չի եղել այս ձևի բան, իրոք չի եղել։ Մանուկյան, հոգևորականները ընդհանրապես հոգևոր ժողովին չմասնակցելու միտումներ, այսինքն շրջանառում նաև ընդդիմությունն ու ձեր գործընկերները, որ իրենք հրավիրվել են, որպեսզի կիրառվի բացակայելու արգելք եւ հնարավորություն չունենան մասնակցել եկեղեցական ժողովին։ Այդ իրականում ժողովի ահռելի թվի մեջ մի քանի հոգևորականի չմասնակցելը փոփոխություն կարող է ունենալ։ Ես չեմ կարծում, այսինքն այդ ձևի բովանդակային փոփոխություն լինի, բայց հենց դա է, որ ուղղակի իրավապահ համակարգով իրանք կարում ձևում են անգամ հոգևոր եկեղեցական ցանկացած միջոցառում։ Այսպես լինի բոլոր հոգևորականների վրա, ոնց որ սովետի տարիներին ձևակերպում կար՝ «Ни выездной»։ Չէր կարելի նրան սովետական միության տարածքից դուրս գալ։ Այսպես բոլոր հոգևորականների վրա կարող են դնել։ Մենք իրականում հիմա շատ ենք խոսում հոգևորականների դեմ արշավ։ Մի դրվագ կա, որ շատ քիչ է ցավիս խոսվում։ Արդեն ամիսներ շարունակ կալանքի տակ են ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին Վեհափառի հարազատ եղբայրն ու եղբոր տղան։ Ես դες տասնյակներով օրինակներ կարող եմ բերել, որ սպանության փորձի համար տարբեր տեսակ ծանրագույն քրեական գործերով անցնողները այսօր կալանքի տակ չեն։ Ամիսներ շարունակ կալանքի տակ են, տեսակցությունների վրա արգելք կա, սահմանափակումներ կա, թե ում հետ կարող են տեսնել Վեհափառի եղբայրն ու եղբոր տղան։ Մանուկյան, հանցագործությունը կարծես կրկին առանձնապես ծանրների դասին է պատկանում, մարդկանց մեղադրում են օտար պետության գործակալ լինելու մեջ։ Չէ, դրա համար չեմ մեղադրում, քարոզարշավին կոչնդոտել։ Օրինակ, ընտրակաշառք բաժանող տնօրենը, որը յուրային է, մեծ ահազանգերից, մեծ պատմություններից հետո միայն լայաղ արեցին քրեական գործ հարուցել, բայց դե դպրոցի տնօրենը ԿՊ-ի աջակիցա բնականաբար տնային կալանք պետք է լինի։ Բայց նույնիսկ չէ հիմնավորված, որովհետև տեսանյութից
հստակ երևում է, որ ինչ քարոզարշավի խոչընդոտ է, բայց չէ ցավեցնելու համար վեհապարն է։ Այն ձևի անմարդկային, այսպես դիսկոմֆորտ վիճակ, որ վեհապարի համար է սարքում։ Պետք է նկատի ունենանք, որ նաև Մկրտիչ Սրբազանն է արդեն երկար ժամանակ կալանքի տակ, դատարանը նոր առանց աչքը թարթելու մի անգամից երկարացրեց կալանքը, միակ առաջընթացը, այսինքն դա արդեն համարում ենք առաջընթաց, տեսակցությունների վրա արգելքը վերացրեց, բայց դա էլ երկու անգամ պատգամավորներով գնացել ենք Մկրտիչ Սրբազանին այցելության, բարձրացավ դատարանը տեսակցությունները վերացրել է արգելքը փետրվարի 15-ից սկսած, էլի շարունակում է շատ խիստ պայմաններում մնալ։ Քանի որ նշեցիք հանդիպել եք տրամադրությունների մասին, կպատմեք փաստաբանները կարծես Մկրտիչ Սրբազանի Չեմ կարողացել Մկրտիչ Սրբազանի փետրվարի 15-ից կարող ենք այցելել, բայց ասեմ ուրիշ կալանավորների հետ շփումից գիտեմ, չեմ ցանկանա որևէ մեկը այն հոգեվիճակում լինի, որ Մկրտիչ Սրբազանն է, որովհետև Մկրտիչ Սրբազանը ոչ թե ֆիզիկական անազատության մասին եմ խոսում, այլ մարդկային այն մեծագույն հարվածը, որը ստացել է Մասյաձոտն թեմի արդեն կարգալույծ առաջնորդը Արման Սարոյանը Մկրտիչ Սրբազանի տան հարազատն է եղել, որ ձեռքից տարիներով հաց է կերել, ամենամոտ ընկերն է եղել, եղբայր է եղել։ Այսօր ամեն մեկը կպատկերացնի էլի իր ամենահարազատ, ամենամոտ ընկերը, երբ որ իրան դավաճանում է տմարդի եւ ստորաբար մինչեւ վերջ։ Բնականաբար դրանից ավելի ծանր հարված չկա։ Դավաճանվելու զգացումը ամենաահավորն է մարդու համար։ Ոմակյան, այստեղ հոգևորականների ազատություն ունենալու համար այս իրավիճակը գոնե չշարունակելու, որ ի վերջո բանտերը լինեն հանցագործներով, որպես սրբազաններով, ունի անելու հասարակությունը։ Իրականում հասարակությունն անում է, իհարկե չի բավարարում քաղաքական գործիչներից, սկսած մինչև պարզ մեր հայրենակիցները։ Չի բավարարում, որովհետև այս բռնատիրական այդ թափանիվը առաջ հնարավոր չի լինում կանգնեցնել, ցավի սրտ պետք է ասեմ, բայց որ քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերի մոտ կա այդ գիտակցությունը ու անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, անկախ այս կամ այն հարցում իրենց մոտեցումներից, վերջին շրջանում օրինակ Դաշնակցության Գերագույն նախաձեռնությամբ հանդիպում ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, բոլորի մոտ միակարծիք է։ Թիվ 1-2 կետերի մեջ հայ առաքելական եկեղեցու դեմ հակասահմանադրական հարձակումների դիմագրավելու հարցն է, անկախ մեր տեսակետների տարբերությունից, բոլորս այս հարցում միակարծիք ենք։ Իսկ հասարակությունը ապստամբում է։ Հասարակությունը ապստամբում է նույն իշխանության այդ կեղծ արշավները, որ կան կեղծ պատարակների, հասարակությունը ապստամբում է իրական պատարակներին գնալով, շատ ավելի ներկայանալ լինելով, այն օրը մեր քանաքերի եկեղեցին, որը զինված ուժերի հոգևոր առաջնորդանիցներ, մինչև Պապիկյան Սուրենի հրամանը, եկել Տեր հայրը գրություն գրեց, որ ժամը 5-ին ժամերգություն է լինելու, եկեղեցում ենք պետք է տեսնել մարդիկ ոնց թփ միանգամից հավաքվեցին։ Այդ առումով ինքը շատ բան է։ Նայեք, ապստամբել միշտ չի որ այդ ուժական պայքար է։ Տեսեք, Ստրասբուրգը մի հետաքրքիր յուրահատկություն ունի։ Քաղաքի բոլոր պատուհաններից, բալկոններից կամ պատուհանագոգերից կախված են ծաղկամաններ, կարմիր ծաղիկներ։ Գեղագիտական միայն բան չի։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ ստրասբուրգցիները որոշել են ապստամբել ֆաշիստների դեմ եւ ապստամբելու համար այդ գործիքն են որդեգրել։ Բոլորը պատուհանների ծաղիկներ են կախել։ Հիմա կարող են ասել թիթիզ բան է, բայց իրականում խորքային բան է։ Եվ նույնիսկ այն քահանաները, որ պարտադրված են, բայց ելի շարունակում են ապստամբել։ Այսինքն ի վերջո այս իշխանության մտասևեռումն է մոլագարի նման, վեհապարի անունը զեղչել պատարակի ընթացքում։ Արդեն դարել ասեմ
ներվի պայքար քահանաների կողմից։ Երբ ժողովրդի կողմից էլ ցանկացած պատարակի, երբ որ այդ հատվածը պատարակում հնչում վեհապարի, այսին հավատացած ժողովրդի արձագանքն էլ ամար փշակավստում։ Պարոն նաև կա այսպիսի ընդդիմությունն է բարձրաձայնում, տեր հայրերն են իրենց խոսքում բարձրաձայնում։ Իշխանության կողմից կա ճնշում իրենց վրա, որպեսզի միանան ճակերտավոր բարենորոգման ծրագրին։ Որպես падգամավոր ընդդիմության ներկայացուցիչ, ինչպես եք փորձում դրան հակադարձել։ Իրականում այլևս դառել է զավեշտ։ Ինչ եմ ասում, իրանք որոշել են, որ խայտարակվել, ուրեմն ինչը վերջ խայտարակվել։ Նայեք, ազգային անվտանգության ծառայության հետ մի ամբողջ թղթադրար ունեմ նամակագրություն։ Հարց, ասել եմ ազգային անվտանգության ծառայության մարմինների մասին օրենքի որ կետի համաձայն է, որ ԱԱԾ օպերատիվ աշխատողը խմբագրում է պատարակի տեքստը։ Այնքան են իրենց խայտարակ վիճակի մեջ դրել, որ չեն պատասխանում, ձեռ եք առնում, պարոն Մանուկյան, ԱԱԾ օպերատիվ աշխատողը ինչ կապ ունի պատարակի հետ։ Չեն էլ հերքում է, հղում են տալիս ԱԱԾ մարմինների մասին օրենքի 15-րդ կետին, որը մի քանի տասնյակ դրույթներ է, թե ԱԱԾ մարմինները ինչ պարտավորություն ունեն ազգային անվտանգության կանխարգելման եւ այլն, որտեղ որ խոշորացուցով էլ որ փնտրես, հոգեվոր կյանքի միջամտել չկա։ ԱԱԾ ոստիկանություն հարցում լսեք, ինչ գործ ուներ մայր տաճարում ԱԱԾ-ականները ուղեկցեն եպիսկոպոսների սրբատեղի մայր տաճարի տարածքում։ Հղումը տալիս են նույն կետը։ Ստերիական մարդասպանը ոնց է 1, 2, 3 սպանությունից հետո այլևս իր համար հաշիվը չկա։ Հաշիվ չկա։ Նույն ստերիական մարդասպանի հոգեբանությամբ է։ Նույն ստերիական մարդասպանի։ Այս շարքից ճակերտավոր հանգստյան օրերից նաև մնաց այն, որ Պաշտպանության նախարարի հրամանով հոգևոր ծառայությունը դադարեցվեց։ Ամենաշատ վնասը կրող ովքեր են այստեղ։ Զինվորը, բանակը։ Չգիտեմ, առիթ ունեցել եք շփվել գնդերեսների հետ, թե ոչ։ Ես բազմաթիվ գնդերեց հարազատներ ունեմ, որոնք անցել են պատերազմի միջով, այն մարդիկ են, որ բանակում ամենամոտն են զինվորին կանգնած։ Եվ իրականում երկու պատճառով էր, որ հանգուցալ Վազգեն Սարգսյանը եւ Գարեգին առաջին վեհապարը հղացան այդ գաղափարը։ Մեկ հոգեբանական վիճակն էր բանակում, դեռ նոր կազմավորվող բանակ, կրիմինալ, փողոցի եկող բարքեր, եւ երկրորդը տոտալ աղանդավորական արշավ նաեւ զինծառայողների դեմ։ Եվ այս առումով գնդերեսները անուրանալի դեր խաղում էին եւ խաղացին։ Այն արժե համակարգ, որ իրենք զինծառայողների մեջ ներդրում էին, անգնահատելի է։ Վերջերս հիշում եմ մի 3-4 ամիս առաջ էր Գորիս ենք, հանդիպումից առաջ ժամանակ ունենք, քայլում ենք, տանք եկեղեցի, բավականին զինվոր կար։ Նոր ծառայության անցած գնդերեցի հետ էին եկել։ Եկել այդ Ուվալնիտելնի ասածնա մի քանի ժամ ազատ ժամանակ է։ Եթե չլինեն այդ գնդերեցներ, այդ հոգևոր ծառայությունը 1000 մի տեսակ ուրիշ զբաղմունք գտներ զինվորը, բայց եկել էր եկեղեցի։ Իսկ որ բանակում գնդերեցների դեմ արշավ լինելու է, գրեթե որևէ մեկի մոտ կասկած չկար։ Դեռ մի 2-3 ամիս առաջ էր կամ եկեղեցու դեմ արշավը նոր սկսել էր, մեր հանձնաժողովում ֆակտ նիստեր Պապիկյան Սուրենին զգուշացնում է, որ լավ դու ինչ գործ ունես գնում ես այդ կեղծ պատարակին։ Դու ղեկավարում ես բանակ, որտեղ տասնյակներով գնդերեսներ կան։ Դու ղեկավարում ես բանակ, որտեղ հազարավոր զինծառայողներ անվերապահ հավատք ունեն հայ առաքելական եկեղեցի եւ ամենայն հայոց կաթողիկոս։ Դու ես խառնվում հասարակական պառակտման այդ գործին։ Բայց պարզվում որ Պապիկյան Սուրենը որոշել է որ խայտարակվել, ուրեմն մինչև վերջ խայտարակվել։ Ափսոս եմ պատմության դասախոսների տված գիտելիքները, որ իրան են տվել։ Ասում եմ, ես քաղաքական թիմի մաս եմ, քաղաքական որոշման եւ եկեղեցի գնալու գործում նույնպես ազատ է պաշտպանության նախարարը, բայց գոնե հիմնավորում պիտի ունենար։ Չկար հիմնավորում, իրականում չկար հիմնավորում, որովհետեւ այդ գնդերեցների ինստիտուտը ԿՊԱ-ականները տեսա մի քանի
այն ոտիտա կանգնող դեմքեր կան, տարբեր մակարդակի պաշտոնյաներ, իմ հայտարարությունը, որ չեղարկել է Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի որոշում, հիմք էին ընդունում, բայց տեսեք կանոնակարգի ման մասին Պաշտպանության նախարարի որոշում հրամանը եղել է 2000 թվականին։ Հաշվի չէին առնում, որ 97 թվականին է Գնդերեսների ինստիտուտը հաստատվել եւ Վազգեն Սարգսյանի ժամանակ է եղել։ Հետո արդեն բանակում կանոնակարգելը 2000 թվականից է։ Այստեղ էլ փուլերով է անցել, զարգացման փուլեր են ունեցել, որովհետև ի սկզբանե ուղղակի սարկավագեր, քահանաներ նշանակվել են ԱՄՆ հայոց կաթողիկոսի կողմից պաշտպանության նախարարի համաձայնությամբ զինված ուժերում։ Հետո նաև շատ ավելի կանոնակարգվելու համար իրեն համարվել են նաև բանակի զինծառայող, նաև վճարումով, բայց պետք է հաշվի առնենք, որ 44 օրյա պատերազմի ամենալուսավոր կետերից մեկն էին Գնդերեսները։ 44 օրյա պատերազմից հիմա ոչ մեկ չի հիշում։ Մեր զինված ուժերի պահապան խաչը Աշոտ Երկաթի խաչն է։ Քահանաները ամբողջ առանձնագծով 44 օր այդ խաչը զորքերով էին տանում։ Չեն հիշում, որ վեհապարից սկսած տարբեր պատարակներում հոգևորականներ այդ ոտն լվայի արարողությանը մեր զինվորներին հրավիրում։ Չեն հիշում, որ ապրիլյան քարոզիայից հետո ինչպես էր եկեղեցին փառաբանում ապրիլյանի հերոս մեր տղեկին։ Իսկ այստեղ տեսեք տմարդիությունը փորձել են ճնշել Գնդերեսներին, փորձել են ճնշել դավանափոխ լինելու։ Այսինքն տարբերություն չկա դավանափոխ, երբ որ հասկանում են քրիստոնեությունից հրաժարվելու, դավանափոխ հայ առաքելական եկեղեցի նիստ ու կացի կարգի դեմ գնալ, ոնց որ 10 տիրադավերը դավանափոխ եղան։ Գնդերեսները չեն ընկրկել, Գնդերեսները մինչև վերջ մնացին։ Ու ինչ արեցին, դե որ չեք ենթարկում, եկեք դզել հեռացնեն բանակից։ Բանակից հեռացնելու հետ կապված, տեսեք, փաստաբանները նաև փաստաթուղթ հրապարակեցին, ըստ որի ամենայն հայոց կաթողիկոսը եւ պաշտպանության նախարարը պետք է կայացնեին այդ որոշումը, այստեղ միայն զնյա էր։ Արդյոք հակաօրինական է նաև այդ ապը։ Այո, օրենքի հետ կապված խնդիր կա։ Եվ փորձել չեք մեղանալ, բա Գնդերեսների ինստիտուտը չի վերածվել, ուղղակի կարգն է փոխվել։ Այդպես չի, որովհետև Գնդերես մայորի եւ կապիտանի հաստիքի վրա նշանակելը, որը ենթարկվում է քաղաքական հարցերով տեղակալին զամպալիտին, սրա մեջ չէ թաքնված շանգլուխը, ուղիղ հրամանի ենթարկվող, այլևս եկեղեցու հետ կապ չունեցող Գնդերեսը հրաման կտան, որ օրինակ ամեն օր պետք է հայտարարել Գարեգին վեհապարը ամենայն հայոց կաթողիկոս չի, մեղա։ Եվ պարտավոր են լինելու ենթարկվել դրան։ Հակառակ դեպքում զինվորական կանոնակարգով անկարգապահություն է համարվելու իր բոլոր հետևանքներով, քրեականից, կարգապահականից մինչև տուժեն։ Այսինքն եւ այս առումով ուղղակի ոտնատատ կետար սահմանադրություն եւ օրենքներ։ Պարոն Մանուկյան, նաև հանձնաժողովի աշխատանքն է ավարտվում, վերջին շրջանն է, կարծես նոր խորհրդարան պետք է ձևավորվի արդեն ամռանը։ Այստեղ պիտի խնդրեմ նաև ասել, ինչ ձեռքբերումներ ունի հանձնաժողովը 5 տարվա աշխատանքում։ Ոչ մեկը ձեռքբերում չունի իրականում։ Իրականում ասեմ դες, մեր հանձնաժողովը ամենաներվային հանձնաժողովներից մեկն էր իր ձևավորման առաջին իսկ փուլից։ Փոխնախագահի ընտրությունից սկսած այդ խնդիրները։ Այո, փոխնախագահի ընտրությունից սկսած, բայց ասեմ որ բավականին հաճախ նաև աշխատանքային քննարկումներում շատ առարկայական քննարկումներ ենք ունենում։ Բայց դե հանձնաժողովը ի վերջո ձևավորվեց քաղաքական իշխանության ձեռքը որպես քաղաքական գործիք, այդ քննիչ հանձնաժողով կոչվածը, որը 4 տարվա այդ ամբողջ քարոզությունից տեսեք, արդյունքում ոչ զեկույցը կա, ոչ որևէ արդյունք կա, որտեղ իշխանությունը նաև այդ հանձնաժողովը փորձում էր մաքրել այն բոլոր մեղադրանքներից, որ իր դեմ ուղղված կային 44 օրյա պատերազմում, բայց քանի որ այնքան ծանր էին այդ մեղադրանքները եւ փաստերը, որ նույնիսկ այդ հանձնաժողովը ի վիճակի չեղավ
սպիտակ թևեր հագցնել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությանը։ Եվ այսպես առանց ոչ մի բանի էլ բրծավ այդ քննիչ հանձնաժողովը։ Չկա պաշտոնական զեկույց, չկա քննիչ հանձնաժողով, չկա 44 օրյա պատերազմի մասին եզրակացության թղթադրար։ Հիմա չկարողանում եմ բագնացեք ծանոթացել։ Չեք գնում, չեք ծանոթացել։ Գնացել ենք, ծանոթացել ենք։ Մենակ այդ չեմ ծանոթացել։ Մի քանի անգամ կարդացել եմ ապրիլյա քարորիայի հետ կապված նույն էլի քննիչ հանձնաժողով, որ ձևավորել էր այս քաղաքական մեծամասնությունը, որտեղ ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա։ Ծվի մեջ մազ են մանեկել ուղղակի, որևէ բան չկա։ Ինչ որ եզրակացություններ կան, որ օգտակար կարող է լինել զինված ուժերի համար, բայց դե քանի որ հիմա մեր զինված ուժերը ավելի շատ մտածում է թիթեռ նկարելու մասին, քան բովանդակային։ Եվ եթե նկատեք մեր զինված ուժերի բարեփոխում հասկացության տակ ավելի շատ իրականացում է ոչ թե բովանդակային են բարեփոխումները, որ 44 օրյա պատերազմից հետո այդ հոգեբանական, նյութատեխնիկական, հազար տեսակ անվտանգային, պաշտպանական տրավմաներ, որ ունեցել ենք, այլ ավելի շատ մտածում են այն դիմացի շենքի կինը կամ տղամարդը ինչ կմտածի այսօրվա իշխանության եւ պաշտպանության նախարարի մասին։ Դրա համար ամեն ինչ է, այսինքն հիմա նույն հանդերձանքի պատմությունը արդեն 4 տարի է խոսում եմ այդ հանդերձանքի մասին բանակի։ Խոստանում ենք 24 թվին ամբողջ զինված ուժերը նոր հանդերձանք չկա, 25 թիվ չկա, հայտարարում են վերջ պայմանագիրը կնքվել ամերիկացիները հայ հույ հեսա բերում ենք, հա հասնում ենք, մեկ էլ հիմա պարզվում է որ մի քանի հազար ձեռք բերել են, որը փորձնական է։ Երբ այդ փորձնականության փուլը կավարտվի, դա որ տեսակ զորքի համար է, դա երբ կդառնա արդեն ամբողջ բանակի այդ սարերի ետևում, բայց ամեն անգամ հանձնաժողովի նիստին Քոչարյան Անդրանիկն ասել, պարոն Մանուկյան, շնորհավորում եմ, այ հանդերձանքի հարցը լուծվում է։ Որին պատասխան ասում է, կարող եմ մեր տուն եմ տանել այդ հանդերձանքը։ Նաև Պաշտպանության հանձնաժողովում որոշվեց ծառայությունը դարձնել 1.5 տարի, որին դուք դեմ էիք։ Ոչ թե դեմ էինք, հիմնավորումները չլինելու պատճառով ենք դեմ, որտեղ չկար հիմնավորում, թե ինչի հիման վրա է։ Այսինքն նույնիսկ այդ գաղափարը, որը կար, Պաշտպանության նախարարությունը հարցում եմ արել, խնդրում եմ ինձ տալ այն հիմնավորումները, որի հիման վրա որոշվել է ծառայությունը 1.5 տարի դարձնել եւ ոչ թե 1 տարի։ Ասում եք տվեք հիմնավորումները կարդամ, ինքս ինձ համոզեմ կողմ քվեարկեմ, որտեղ մեր դեմ լինելը ոչ թե 1.5 տարվանն է վերաբերում, այլ առանց հիմնավորման այս նախընտրական տրամադրության մեջ մարդկանց դուր գալու համար ծառայության ժամկետը կրճատելուն։ Եթե լիներ հիմնավորում, կասենք լավ, մալադես, հալալա ձեզ։ Բայց դրա հետ մեկտեղ ասում ենք, նայեք, դուք խաբում եք մարդկանց։ Ասում եք, այ տեսեք, մենք ծառայությունը կրճատում ենք 1.5 տարի եւ դրանից մեր զինված ուժերում արտական հերթապահության կազմակերպվածությունը չի վնասվելու։ Գալիս հասնում է 1 ամիս, մեկ է պարզվում է 25 օրյա վարժական հավաքներին 6000 հոգի այս տարի ավելի մարդ է գնալու, քան 2025 թվականին։ Մենք տեսակ, որ դուք խաբում եք մարդկանց, դուք չունեիք այդ հիմնավորումը։ Դե աշխարհազորը օգտագործում են, Պաշտպանության նախարարն իր ասուլիսում հենց այդպես հիմնավորեց, որ մենք բանակը կկրճատենք եւ աշխարհազորը կօգտագործենք։ Նայեք, երկար կյանք աշխարհազորում եղած մեր լրիվ հայրենակիցներ, մեր բոլոր հայրենակիցների։ Տարիքն առած առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, ուրիշ մի բան էլ կա։ Հիմա մի հատ մեծ խնդրեմ կա այդ աշխարհազոր կամավորականների եւ 25 օրյա վարժական հավաքների անցածների։ Գաղտնիք երևի չեմ բացի մեծ մաս այսքան նույն տնից ենք նույն հալին ենք ԴՀԿ-ի պատճառով, այսինքն տարբեր տուգանքների բանի բոլորի հաշիվները ԴՀԿ-ում արգելանքների տակ են, շատ, այսինքն ամեն քայլափողի կարող ես մեր հայրենակիցների գտնել։ Վերջերս մի հազանգով զբաղվում էի, 25 օրյա վարժական հավաքի գնացել է, եթե վերադարձել, գումարը որ փոխանցում են, ասել են կլուծենք հարցը, չեն լուծել։ Գումարը որ փոխանցում են, ԴՀԿ-ն տանում է։ Եվ այսօր շատ աշխարհազորայիններ, կամավորներ, որ գնում էին այն ժամանակ մարտական հերթապահության, գալիս էին այդ 15 օրվա համար, 1 ամսվա համար անձնագրով ստանում էին այդ վճարելի գումարը։ Հիմա բոլորին փոխանցում են քարտեր։ Քարտերն է ԴՀԿ-ի տակ կալանքի տակ են։ Ստվերային շրջանառությունը վերացնում։ Ստվերային չի դա։
Ստվերային չի։ Պարզապես այդ մարդիկ չեն գնա այդ ծառայության։ Մեկը գիտեմ, որ այդ փողը իրեն չի մնալ։ Իսկ վարժական հավաքներից կարծես հրաժարվել։ Այդ վարժական հավաքները ինքը ունի մեծագույն մի հատ ուրիշ խնդիր։ Դա ոչ թե վարժական հավաք է, դա անունն է վարժական հավաք։ Այլ վարժական հավաքի անվան տակ մարտական հերթապահության բացը լրացնելը, որովհետև ոչ թե Գեգամ Մանուկյանին տանում են 25 օր վարժական հավաքի, ինչ որ իր զորացրված ժամանակվա եղած մասնագիտության վերաթարմացման, նոր գիտելիքների ձեռքբերման, այլ 10 օրվանից հետո ասում են դա 15 օր գնում ես post ես պահում, որովհետև այնտեղ խնդիր ունենք post պահողի հարցում։ Ուսուցողական չի, ուսումնական չի, դա ամբողջական մարտական հերթապահություն է, որն էլ իր մի այլ խնդիր էլ կա կապած օրենսդրության հետ, որտեղ մարտական հերթապահության պարտականություններն ու պատասխանատվությունը զենքի ծառայության նկատմամբ լրիվ այլ է, բայց այս մարդուն վարժական հավաքի համար են զորակոչել։ Ոմանքան իշխանական падգամավորները նաև ընդդիմությանը մեղադրում էին, ասում էին վարժական հավաքներին դեմ եք, որ դուք չգնաք, ձեր բարեկամները չգնան հավաքներին։ Չէ։ Մի օրինակի վրա ասեմ, 22 թվականն էր դիմադրության շարժման ժամանակ կհիշեք Աղմկարոց Անդրանիկ Քոչարյանի հայտնի պատմությունը, որ այ ընդդիմադիրների տարեք վարժական հավաքների մեկ էլ պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն ցուցակներ է տվել, մեկը մեր տանն է եղել, փոխգնդապետ էր, ամաչում էր աչքերիս մեջ նայել, զինկոմիսարիատի աշխատում, զանգել է Պավել Մանուկյան, Տարոն Մանուկյանին ասում, բոլորը գիտեք, որ Տարոնը բանտում նստած է, տղաս, հա բայց կլինի մի հատ գամ թուղթ ստորագրեք, լսի ասեմ դուք պատիվ ունեք առա, ասեմ մարդը բանտում նստած է օրենքով գրանցված, դուք հիմա որ գալիս եք, վերջը եկավ, չէ գամ ասել լավ ջահանդամ արեք, եկել ասում լսի պարոն փոխգնդապետ, ես ու գիտեմ էդի բանկոմատի ցուցակով չի դուք Տարոնին 25 օրյա վարժական հավաքի եք տանում, ԱԱԾ-ն է տվել, Քոչարյան Անդրանիկն ասել է, որ քաղաքական ընդդիմադիրներին տարեք վարժական հավաք, վերջը թղթի վրա մանրամասն գրեցի, ինչ էի մտածում Նիկոլի եւ այս իշխանության մասին, տվեցի դերը գնա, բայց շարունակվել, այդ օրերին բոլոր ընդդիմադիր մեր տղեկին տանում են, ազգային ժողովի պատգամավորը գնալը 25 օր պատիժ է, այդ ձև անելն էր պատիժ, որտեղ ով գոնե մեր դաշնակցական ընկերների համար այդ երբեք իրենք չեն սպասել որ պետությունը կանչի, նույն 44 օրը առաջի օրը հարյուրավոր մեր ընկերները շարք կանգնած եղել առաջնակից գնալու։ Հիմա ազգային ժողովի պատգամավորի օգնակար ունենք Տարոն Ղազարյան, Տարոնին կանչել են, Տարոնը գնացել է, դա օգոստոսի վերջերն էր 22 թվականի, Բարդենիսի ուղղությամբ էր, մեկ էլ քանի որ բան եղավ նաև իշխանական պատգամավորների օգնականների, մեկ էլ հիշեցին, որ 20 թվականին մի հատ որոշում է կառավարությունը ընդունել, որի համաձայն պատգամավորի օգնականները չեն զորակոչվում։ Բա խառնվեցին, Տարոնին կանչել են, թե այդ ձևի փաստորը որոշում կա, դու ազատ ես, Տարոնն ասել է, չէ, մնում եմ մինչև վերջ 25 օրյա վարժական հավաքները պատվով կատարեմ։ Եվ Տարոնը մասնակցեց 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական հարձակման դեմ այդ ռազմական գործողություններին։ Մեր կռիվը հենց դա էր, դա պատիվ է վարժական հավաքի գնալ եւ ոչ թե իշխանությունը պետքա դա մահակ դարձնի քաղաքական հետապնդման, նաբարանից ընկեր ունենք։ Անցած տարի վարժական հավաքի մասնակցել է։ Այս տարի եկեղեցու հետ կապված մի քանի հրապարակային խոսք ասել, նորից հիշել են, նորից կանչել են։ Չկա կարգավորում, օրինակ, չգիտեմ, քանի տարի մեկ կա։ Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ վարժական հավաքի կանչվածը 3 տարի հետո միայն կարող է կանչվել, բայց այդ օրենքի շրջանակներում այդ որ գրվում է օրենքը, չեն մտածում որ օրինակ քաղաքական նպատակարարությամբ ԱԱԾ-ն զուգահեռ վայնկոմատներին մի հատ ցուցակ կարա տա, որի մեջ բոլոր ընդդիմադիր գործիչներն են։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Մենք խոսում էինք վերջին օրերին կատարվող իրադարձությունների մասին, այն փոփոխությունների, որոնք կատարվել են բանակում եւ հատկապես եկեղեցու դեմ արշավի մասին։